իշխանություն ունեմ, կյանքս դնեմ եւ իշխանություն ունեմ այն վերցնելու։ Այսինքն թող ոմանք չկարծեն, որ Քրիստոսին խաչելով կամ այս հիմար մշակները ուրեմն իրենք հարց լուծեցին, նույն Քրիստոսը դի ոտքի կանգնի եւ կանգնեց եւ ինչեւ որ եւ հետաքրքիր որ հարցը ինքը տալիս է նրանց, ովքեր որ լսում են սա, դուք լինեիք ինչ կանեիք, ասենք այս մշակների ապագան ինչ պետք է լիներ։ Այո, այստեղ նաեւ միջև այդ մի մարգարեություն եկա, որ ասում է այգուց դուրս հանեցին եւ այնտեղ նոր սպանեցին։ Եվ իրապես որ եթե ուշադրություն դարձնեք, Քրիստոսին երբ որ տանում էին Գողգոթա, քաղաքից դուրս հանեցին։ Այսինքն Քրիստոս նաեւ մարգարեանում էր այն ամենի մասին, ինչ որ պիտի կատարվեր։ Այո, պիտի կատարվեր։ Եվ այսքանով հետո այդ հարցը ձեր որ գալիս է, ասում են արդ երբ այգու տերը գա, Քրիստոս է հարցնում 40-ին հասանք, այդ մշակներին ինչ կանի, նրանք իրանց ձեռքով իրենց ուրեմն պատիժն են ասում։ Նրանք ասացին չարերին չարաչար կոչնչացնի, ոչնչացնել բառն է, եւ այգին կտա այլ մշակների, որոնք նրանք կտան պտուղներն իրենց ժամանակին։ Ճիշտ, հիմա այսպեսի վիճակ է, եթե մի տուն վարձով ես տվել, եւ տան վարձվորը չի կարողանում վարձը վճարել կամ չի ուզում վճարել, ինչ ես անում։ Տալիս ես դատարան, որպեսզի դատարան օրենքը ինքը որոշի, թե ինչ պատիժ պիտի տան նրան։ Հիմա այն ժամանակները այդ դատական գործողությունները գուցե ավելի թույլ են, քան թե այսօր։ Այսօր այս երկրի մեջ օրենք կա եւ այդ օրենքը հստակ գործում է։ Հիմա ուրիշ երկրներ կան, այդ օրենքն էլ չկա։ Ով զորություն ունի, դրամ ունի եւ այն կարողանում է իր հարցերը լուծել, բայց այս երկրի մեջ բարեբախտաբար եւ ես շատ ուրախ եմ դրա համար, գուցե շատ վատ բաներ կա, բայց այս տեսակետից ես շատ ուրախ եմ, որ օրենքը իր գործադրությունը ունի եւ կարող ես օրենքի ուժով մարդուն ստիպել, որ սխալը վերացնի կամ դուրս գա քո, ասենք, սեփականությունից մնա իրեն։ Նույնիսկ այն ժամանակեր, ասում են ինչ պետք է անենք, պիտի պատժենք։ Գուցե եւ հնարավորություն կար, չարը պիտի ոչնչացնենք, ասում է, չի ասում պատժենք, է։ Այդ մշակներին պիտի ոչնչացնեն, նորերին պիտի բերեն։ Բայց գիտեք, այստեղ մի կարևոր բան կա, չէ՞ որ անձը Քրիստոս իրենց համար էր ասում։ Եվ այս անձինք իրենց բերանով ընդունեցին, որ իրենք չար են։ Այո։ Իրենք չար են, իրենք իրենց բերանով, որտեղ Քրիստոս չասեց չար։ Ինչ պիտի անի այդ մշակներին, հարց տվեց, ոչ թե չար մշակներին, եւ հանկարծ փարիսեցիներն օրենսգետներն ասում են չարերին չարաչար պիտի ոչնչացնի, չէ՞։ Ուրեմն այս դեպքում իրենք ընդունեցին, որ այդ անձինք, ովքեր որ այդպես են վարվում, չար են, եւ հանկարծ Քրիստոս այնպես է խոսքը տանում, որ դուք եք դրանք։ Եվ այստեղ մի կարևոր հարց։ Շատ հաճախ մենք իբրև մարդիկ գիտենք լավն ու վատը, անշուշտ գիտենք, որտեղ Աստծո տրված է մեզ այդ։ Բայց երբ որ մենք ենք այդ վատն ու չարը անում, մենք չենք ուզում դա տեսնել։ Միչեւ որ մեկ ուրիշը մեզ չի փորձում ասել։ Եվ այդ դեպքում, եթե ազնիվ ենք, կգնահատենք, եթե չէ, կբռնենք, կտանջենք։ Դրա համար ավետարանը ոսկե օրենք ունի, չէ՞։ Ասում է այն ինչ որ ուզում ես ուրիշը քեզի անի, նույնը դու իրեն արա։ Շատ անգամ մենք պատահում է, որ դիմացից պահանջում ենք, բայց մենք ինչու չենք անում, չէ՞։ Կամ դիմացինին դատապարտում ենք, քննադատում ենք, դատապարտում ենք ինքներս ավելի վատն ենք անում ու դրա համար էր Քրիստոս այս ամենը բերում եւ տեսեք որ ասում է այգին ուրիշին կտա իսկ այգին եթե վերցնենք իբրև աշխարհ նորից Հիսուս նրանց ասաց Սուրբ գրքերում երբևիցե չեք կարդացել այն վեմը որ կառուցողները անարգեցին նա է որ եղավ անկյունակար տիրոջից եղավ այս եւ մեր աչքին սքանչելի է եւ այստեղ է որ արդեն այդ գաղափարն է բերում որ դուք այդ վեմը որ պիտի անկյունակար ընդունեք որի վրա պիտի երկու այսպես պատերը հիմնվեին դրանք դուք անարգեցիք այս քարը տեսակ կառուցողները կառուցում են բայց այդ տաշված քարը անկյունակարը չեն տեսնում որովհետեւ հոգու աչքեր են բերում որ տեսնեն եւ գիտեք ֆիզիկական աչքերը նայում են չեն տեսնելն էլ անարգելը մի քիչ ավելի վատ բառ է անարգում ես անտեսում ես պատկերացրու որ ասեմ մի խումբ մարդիկ կանացել մի հոգել են անկյունն է կանած եւ դուք անտեսում եք այդ մարդուն չեք ուզում մտցնեք այդ խումբի մեջ իսկապես որ անարգանք է արհամարանք այդ մարդուն կան որ բոլորը մարդ են տարբերություն չկա հիմա ճիշտ ավելիով քարերը շարված են դրված են եւ գեղեցիկ մի հատ քար տաշված իբրև անկյունակար կարող ես օգտագործել անարգում ես անտեսում ես այդ քարը մեզի պետք չի մենք մի ուրիշ քար դրանից պակաս քար կդնենք այդ անկյունը ճիշտ Քրիստոսը կդարձավ այդ անկյունակար ասում մեկ է ինչ էլ ուզում եք անեք տեսեք անարգեք արհամարեք խաչեք ինչ սպանեք ինչ ուզում եք արեք մեկ է այդ անկյունակարը իբրև վեմ քար պիտի օգտագործվի այս արագային եւ գիտեք շարունակությունն ինչ էր դրա համար ասում եմ ձեզ որ ձեզնից կվերցվի Աստծո արքայությունը եւ կտրվի այն ազգին որ կպտղաբերի այն կամ պտղաբեր կդարձնի այն ուրեմն ձեզնից կվերցնեմ Աստծո արքայությունը այստեղ այգին նաեւ արդեն հոմանիշ դարձրեց Աստծո արքայության այո
հрեաներից վերցրեց տվեց հայերին։ Չէ՞ որ Քրիստոս իջավ, մուրճով հարվածեց Էջմիածին, որտեղ կառուցվեց առաջին աշխարհի քրիստոնյա եկեղեցին։ Բայց մի ընդունեցի շատ հստակ եւ մեր հայրերը հստակ սա տեսել են եւ նորից եմ ուզում այն անձինք, ովքեր չեն հասկանում ամբողջ ավետարանի այս Աստվածաշնչի խորքը եւ փորձում են հեթանոսության մեջ ինչ որ ազգային գաղափարներ գտնեն, չարաչար սխալվում են, որովհետեւ այստեղ է գաղտնիքը։ Այո, հрьяաներից վերցվում է, ասենք տրվում է տվյալ դեպքում օրինակ հայերն իբրև առաջի քրիստոնյա ազգը, բայց նորից պայման ունի Աստված։ Պտուղը ժամանակին պիտի տաս, այստեղ ասեց։ Պտուղը պիտի ժամանակ, նախ պտուղ պիտի տաս, երկրորդը պտուղը ժամանակին պիտի տաս։ Իսկ այսօր ցավոք սրտի մեր հայ քրիստոնյա կոչվածներս արդեն թերանում ենք նախ պտուղ տալուց, որ մնա ժամանակին տալուց։ Ուրեմն սա նաև մեզ է պայման, որ մենք էլ լինելով արդեն ընտրյալ ազգ, պիտի նորից պտուղ տանք եւ ժամանակին։ Հայ դրա համար պետք է մշակվի։ Ոչ միայն բարձրապտուղ տալու համար պետք է ծառը խնամես, մշակես, ջուր տաս, դեղեր բանանես, որպեսզի աշխատես։ Բարձրապես ծառը տնկես ու չնայես, բնանը կա վիճորանա։ Նույն երկրի վիճակի մեջ է։ Այսօր եթե ներողություն մոր արգանդից երեխան չի դաստիարակվում, մայրը ինքը առաքինության տիպար չի հանդիսանում իր երեխան որ մեջն է, բնական է, եթե մայրը ծունկի չի գալիս, չի աղոթում, այդ երեխան աղոթող կլինի, չի լինի։ Ինչ էլ ուզում ես արա։ Եթե ուզում եք մենք իսկապես մեր երկրում կատարյալ քրիստոնեական իսպեփրև Աստծո ժողովուրդ լինենք, մոր արգանդից երեխան պետք է ծնվի արդեն խոնար, համեստ, աղոթող երեխա։ Եվ մի բան ուզում եմ ավելացնեմ, պտուղ տալ նշանակում է նախ եւ առաջ քրիստոնեավայել գործ կատարել։ Եվ ոչ թե այսօր խաբեությամբ զբաղվում։ Դե ասում եմ, բայց երեխան չծնված պիտի արդեն իր մայրը կամ հայրը այդ վիճակի մեջ լինի։ Շատ հաճախ գալիս աղոթում են, հետո նորից իրենց չար գործն են շարունակում։ Չի լինի արդեն։ Չնացող կնոջի ասես, չէ՞, ես քեզին ներեցի, բայց գնա մի շարունակի։ Եվ ես շատերին գիտեմ, դրա համար եմ ասում, պտուղ տալ նշանակում է հավատքի գործ կատարել։ Եվ սրա վերջի բառն է սա էր, որ ասում եմ Եվ ով այս վեմի վրա ընկնի կփշրվի եւ ում վրա այն ընկնի նրան կճզմի։ Երբ քահանայապետերը եւ օրենսգետներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասած եւ ասում ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ իբրև մարգարե էին ընդունում։ Եվ այս քարի պարագանել եմ ուզում։ Նախ ինքը անկյունակար լինելով բացի, որ հիմքն է կառուցման, նաեւ ինքը կարող է փշրի ու կոտրի, նույն Քրիստոսը։ Եվ ուշադրություն դարձեք, չի ասում, որ դու պիտի ինքնես ասում, ում վրա ով որ ընկնի իր վրա կփշրվի։ Չէ՞, այսինքն շատ հաճախ Քրիստոսի դեմ պատերազմողներ ունենք մենք, այսօր տեսնում ենք, որ անարգում են Քրիստոսին բառեր են կոչում, սա նա իրենք իրանց են փշրում։ Քարին ոչինչ չի լինում։ Դուք եք ձեզ փշրում։ Որտեղ Քրիստոսը այնքան զորություն ունի, այնքան ուժեղ, այն հսկա ուժեղ բեմքարն է, ինչպես մեր եկեղեցին հիմնված է, ասենք, Քրիստոսի հավատքի վրա, հարուցյալ Քրիստոսի հավատքի վրա եւ դրա համար ամուր ժայռի նման ենք մեր եկեղեցին։ Ինչքան ուզում եք կողքերի, ինչքան աղանդավորներ կան, ինչքան մյուսները կան, որ մի մտածում ունեն ոչնչացնել, որսալ մեր ժողովրդին իրենց գիրկը տանել, չեն կարող, որովհետեւ ինչպես Քրիստոս ուժեղ է յուրաքանչյուր մարդու մեջ եթե կա, նույնն էլ մեր եկեղեցին այդ ուժ ունի։ Եվ երկրորդ բառը կա դերեր ասում է, իսկ ինքը ում վրա որ ընկավ կճզմի։ Եվ ուրեմն նաև այն միտքը կա, որ ինքն էլ է ընկնելու եւ ընկնելուց կճզմի։ Այս ընկնելը եկեղեցու հայրերը հստակ տեսնում որ դատաստանի օրն է։ Երբ որ արդեն ինքն է քեզանից պահանջում եւ եթե դու իր դեմ ես, ուրեմն ճզմվելու ես, այսինքն ամբողջությամբ կորցնելու ես քո ամբողջ այն ինչ որ ունեիր։ Այսինքն հաշիվ բերի տաս քո արած համար, սխալ լինի համար ինչ որ երկրի վրա արել ես, ինչ որ վատ բաներ ես արել, բոլորի համար, լավն էլ վատն էլ պետք է հաշվետու լինեն։ Եվ այդ ճզմվելու գաղափարը մեկ ասենք թեկուզ մի բա փոքրիկ տարածքում մնում ես երկար ժամանակ լիֆտ է ասենք արդեն խեղդվում ես չգիտես ուր մնաց քարի տակ ճզմվես այս ամբողջը այսինքն մենք չվախեցնենք ժողովրդին որովհետև այս անգամ պետք է մտածեն որ եթե մարդը հանգարց մարդը գնա մյուս կողմ պատասխան տալու Հիսուս պետք է ինքն իր վրա փշրի այո անշուշտ ավելի բան անենք ուզենք իրենց ուշադրության դարձնել որ վերջիվերջո կյանքը այնքան գեղեցիկ, այնքան լավ է այստեղ տրված է Աստծո կողմից, որ փորձենք այդ գեղեցիկն ու լավը ոչ միայն մեզ համար կատարել, այլ նաև բոլորի համար, ընդհանուրի համար, որ մենք էլ ուրախ լինենք, դիմացին էլ ուրախ լինի։ Աստված դա է ուզում, Աստված ուզում է որ բոլորի համար հաճելի դառնա ամեն ինչը։ Չի ուզում որ բայց մի շատ կարևոր բան կա, որ Քրիստոս բազմաթիվ անգամներ պատժի մասին էր խոսում։ Ոչ միայն բարի ու գեղեցիկի
ինչպես որ բուդդայականներ են, այլ պատժի եւ խիստ պատժի մասին։ Երանի բոլորը գիտակցեն, որ վերջի ինչպես որևէ սխալ գործում ես, երկրում օրենքը կա եւ դրա դիմաց պատիժ կա, սահմանված, նույնն էլ աստվածային պատիժ կա։ Պետք է այդ հասկանալ։ Եվ գիտեք, եկեղեցու հայրերը հստակ սրբերն ասում են շատ հաճախ մարդուն պատիժը ավելի շատ է սթափեցնում, քան թե զուտ գեղեցիկ շոյական խոսքերը։ Ուրեմն նաև եւ սրա հակառակն է կա, որ այսօր այսպես կոչված որոշ քրիստոնյաներ կան, որ ասում են ինչ էլ լինի մեկ է Աստված սերը ինձ ներելու է, ինչ էլ անեմ չանեմ, այդպես չի։ Այսինքն մեր ասած այն է, որ Աստծո վախը ունենան։ Աստծո վախը ունեցեք եւ այս վախը ինքնին կվերածվի Աստծո հանդեպ սիրո, ինչպես որ Հովհաննես Առաքյալը պիտի ասի։ Շատ լավ։ Մեր ժամանակը սպառվեց, փորձենք աղոթքով վերջացնել, մեկ խորհուրդ ունենք սիրելի ժողովուրդ, որ ինչ որ կանեք բարին արեք, լավ արեք, որպեսզի մարդիկ ձեզի ուրախությամբ նայեն, հաճույքով նայեն, ասեն լավ մարդ է, բարի մարդ է, շնորհքով մարդ է եւ այլն։ Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո ամեն։ Բոլորի պահապան Քրիստոս, թող քո աչքը հովանել լինի ինձ վրա, գիշեր եւ ցերեկ, տանը նստելիս, ճամփա գնալիս, քնած թե արթուն, որպեսզի երբեք չսասանվեմ։ Եվ ողորմիր քո արածներին եւ ինձ բազմամեղիս։ Ամեն։